Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, սկսում ենք այսօրվա հերթական մեր թեմատիկ զրույցը և կարծում եմ, որ այս թեման հատկապես այս օրերին, երբ որ Տավուշի մարզի Կիրանց գյուղից մեկնարկել է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշը հանուն հայրենիքի շարժումը և այն օր-օրի մեծ թափ է հավաքում և մեր սիրելի Սրբազանի առաջնորդությամբ զոհված զինծառայողների ծնողները, քաղաքական գործիչներ, հասարակական, մշակութային գործիչներ, մտավորականներ շարժվում են դեպի Երևան և նախատեսված է նրանց սպասված մուտքը մայրաքաղաք ընդամենը 2 օրից մայիսի 9-ին։ Այս թեմայով իհարկե ես այս շարժմանը վերաբերյալ, մեր մասնակցության վերաբերյալ ես առանձին թեմատիկ զրույց եմ նախատեսել վաղը նույն ժամին 23:00-ին, բայց այսօրվա թեմատիկ զրույցը ըստ էության բովանդակային իմաստով է կապված այդ շարժման և դրա հնարավոր հանգուցալուծման հետ։ Այս պահին մեր ուղիղ եթերով Facebook-յան հեռարձակմանը զուգահեռ հեռարձակում է իրականացնում 168.am լրատվական կայքը, ինչի համար ես շնորհակալություն եմ հայտնում 168-ի մեր գործընկերներին, ինչպես նաև հետագայում այս տեսանյութերը տարածում են իրենց սոցիալական հաշիվներում և YouTube-յան կայքերում տարբեր լրատվականներ, ավանդույթի համաձայն դա անում է Հայելի.am, Ասեկոս.am, Antifake.am, Փաստինֆո.am, Լուսաբան.am լրատվական կայքերը, ինչպես նաև հայկական երկրորդ հեռուստաալիքը պարբերաբար պատրաստում է այս տեսանյութերի հիման վրա նաև ռեպորտաժներ լրաբեր լրատվական թողարկման համար։ Ես նաև ուզում եմ դիմել այս պահին ինձ լսող մարդկանց և խնդրել, որպեսզի այս եթերը, այս թեմատիկ զրույցը տարածվի նաև իրենց սոցիալական հաշիվներում, Facebook-յան էջերում, ինչպես նաև խմբերում, որոնց նրանք անդամակցում են։ Այս թեմայով ես վերջին շրջանում, վերջին ասածդ արդեն դառնում է 1.5 տարի, հաճախ եմ խոսում և պարբերաբար եմ խոսում, համարելով այն մեր քաղաքական օրակարգի գլխավոր խնդիրներից մեկը և Նիկոլ Փաշինյանից նրա հանցավոր ապօրինի ռեժիմից ազատվելու հիմնական, օրինական և հնարավոր քաղաքական մեխանիզմներից մեկը։ Դա վերաբերում է վարչապետին անվստահություն հայտնելուն։ Եվ ահա այս մոլեգնող ես կասեի հասարակական տրամադրությունների և սկիզբ առած շարժման պայմաններում այս խնդիրը ստանում է չափազանց մեծ արդիականություն, կարևորություն և նշանակություն։ Ուստի թերևս մեկ անգամ, վերջին անգամ միգուցե, որովհետև ամեն օր էլ չի կարելի դրա մասին խոսել միգուցե, ես ուզում եմ այսօր հանգամանալից ձեզ ներկայացնել այս գործընթացի իրավական, քաղաքական ասպեկտները։ Երբ է դա հնարավոր, ինչ մեխանիզմներով է հնարավոր, ինչպես է դա հնարավոր, ինչու մինչև հիմա հնարավոր չի եղել, ինչ հետևանքներ ենք մենք ունեցել դա չունենալու հետևանքով և այլն։ Եվ այսպես, 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանը այլևս դարձել է խորհրդարանական երկիր։ Այդ սահմանադրական փոփոխությունների հիմնական դրույթները ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլից։ Եվ խորհրդարանական երկիր ինչ է նշանակում ըստ մեր սահմանադրության, որ իշխանության առաջնային աղբյուրը, որով որ ժողովուրդը իր օրինական իշխանությունը անմիջապես փոխանցում է ընտրություններով, դա միայն ու միայն ազգային ժողովն է։ Այսինքն մինչև այդ սահմանադրական փոփոխությունները, մինչև երկրի խորհրդարանական համակարգին անցնելը, ուղիղ ընտրությամբ ընտրվում էր և ազգային ժողովը, և հանրապետության նախագահը։ Հիմա այլևս հանրապետության նախագահին էլ է ընտրում ազգային ժողովը։ Այսինքն մենք քաղաքացիներս ընտրում ենք միայն ազգային ժողով,
որին պատկանում է ոչ միայն օրենքներ ընդունելու իրավասությունը, այլ նաև սահմանադրական այլ մարմիններում նշանակումներ կատարելու եւ նաև պաշտոնից որոշ դեպքերում նաև պաշտոններից հետ կանչելու իրավասությունը։ Դա վերաբերում է ոչ միայն հանրապետության նախագահին, այլ նաև հանրապետության վարչապետին, սահմանադրական դատարանի օրինակ դատավորներին, վճռաբեկ դատարանի դատավորներին, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, կենտրոնական բանկի նախագահին եւ այլն։ Այսինքն մենք գործ ունենք հիմա միայն մեր իշխանության իրականացնողը հիմա փաստացի ազգային ժողովն է։ Այն որ մենք ֆետիշացնում ենք, ինչ-որ գերագնահատում ենք վարչապետի դերը, դա ըստ էության սխալ եւ որոշակի իմաստով իներցիոն ընկալում է, որովհետեւ մենք հիմա վարչապետին պատկերացնում ենք որպես պետության ղեկավար, ճիշտ այնպես ինչպես հանրապետության նախագահը, եւ ամեն ինչը ակնկալում ենք իրենից։ Այս որոշում է, ինքը էս անի, ինքը ոչ։ Ինքը ընդամենը մի պաշտոնյա է, որ այդ պաշտոնը ստանձնել է խորհրդարանի շնորհիվ եւ ազգային ժողովն էլ կարող է նրան անվստահություն հայտնի եւ հեռացնի պաշտոնից։ Ինչ ասում այդ իմաստով սահմանադրությունը։ Սահմանադրության երկրորդ հոդվածն ասում է. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, մեզ բոլորիս։ Ժողովուրդն է իր իշխանության իրականացնում ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև սահմանադրությամբ նախատեսված պետական տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց միջոցով։ Իդեպ ասեմ, ստե մի կարևոր ձևակերպում կա, որ իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է։ Սա հանցագործության միակ տեսակն է, որը սահմանված է սահմանադրությամբ։ Այսինքն մնացած բոլոր հանցագործությունները նկարագրում են ենթադրենք քրեական օրենսգրքով, բայց ժողովրդի իշխանության յուրացումը հանցանքի այդ տեսակը սահմանված է սահմանադրությամբ։ Մենք հիմա այս պահին հենց դրա հետ գործ ունենք, որ Նիկոլ Փաշինյանը եւ իրեն շրջապատող փոքրաթիվ մարդիկ յուրացրել են մեր ժողովրդի օրինական իշխանությունը։ Սա ինչի համար է կարևոր, որ ժողովուրդը տեր կանգնի ցանկացած պահին իր իշխանությանը։ Հիմա ինչ վերաբերում է падգամավորներին, օրինակ ասում ենք, չէ, եթե անվստահություն կանդրադառնանք դրան։ Եթե անվստահության գործընթաց սկսվի, ԿՊ-ականները շատ են, իրանք ամենամեծ խմբակցությունն են, իրենք անվստահություն չեն հայտնի, իրենք, տենց անընդհատ մենք իրանց դիտարկում ենք շատերը ընկալումների մեջ, որպես խումբ, որպես խմբակցություն, որպես մի ընդհանուր հանրույթ, բայց իրականում դա տենց չի։ Ես ձեզ փորձում եմ ամեն ինչը ներկայացնել սահմանադրության տրամաբանությամբ։ Սահմանադրությամբ ասվում է 94 հոդված ներկայացուցչական մանդատը։ Պատգամավորը, ոչ թե խումբը, խմբակցությունը, պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով։ Այսինքն նա ցանկացած պատգամավոր որոշումներ կայացնելուց կապ չունի իր խմբակցությունը ինչ դիրքորոշում ունի, իրան ինչ հաղորդագրություն է ստացել, ենթադրենք իրանց կուսակցության խմբից, WhatsApp-ի, վարչապետը իրանց ինչա գրե, Արայիկ Հարությունյանը վարչապետի անունից իրան ինչա գրե, կապ չունի դա, Վահագն Ալեքսանյանը որպես վարչության նախագահի տեղակալ ինչ հաղորդագրություն է գրե, խմբակցության ղեկավարը ինչ ասե, դա հակասահմանադրական է։ Սահմանադրությամբ ասում է ամեն մի առանձին վերցրած պատգամավոր ներկայացնում է ողջ ժողովրդին, կաշկանդված չի հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով։ Շատ քիչ դեպքեր կան, երբ որ խորհրդարանում որոշումը կայացնում է խմբակցությունը, ասենք օրինակ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջադրում է ոչ թե պատգամավորը, այլ պատգամավորական խմբակցությունը, բայց որևէ մեկին այդ պաշտոնում ընտրելուց արդեն որոշումը կայացնում է ոչ թե խմբակցությունը, այլ պատգամավորը։ Սա որպեսզի այդ ԿՊ-ականների նկատմամբ մեր պատկերացումները ընդհանրական չլինեն եւ նրանցից յուրաքանչյուրից մեր պահանջները լինեն հստակ։ Սա սահմանադրության այդ ձևակերպումը դրա համար։ Հիմա մենք կանգնած ենք բազմաթիվ մարտահրավերների առաջ, որոնք մեր երկրում առաջացել են հիմնականում 2018 թվականի
Ադրբեջանը թուրքական հեղափոխությունից հետո, որի հետևանքով ճիշտ այս օրերին վաղը կլռան այդ ողբերգական իրադարձության 6-րդ տարելիցը, մայիսի 8-ը, երբ որ Նիկոլ Փաշինյանը ընտրվեց վարչապետի պաշտոնում։ Ուրեմն այդ պահից սկսեցին ողբերգություններ, 2 տարի անց եղավ Արցախում պատերազմ ունեցավ մեզ համար ողբերգական հետևանքներ, որոնք շարունակվում են։ Եվ այսօր մենք եկեք կանգնել ենք երկրի պետականության կորստի իրական վտանգի առաջ, չասեմ, որ ֆունկցիոնալ իմաստով մեր պետությունը արդեն իսկ դադարեցրել է իր գոյությունը, որովհետև այն ֆունկցիաները, որոնք պետությունը պետք է իրականացնի, մասնավորապես քաղաքացիների անվտանգության ապահովումը, պետության անվտանգության ապահովումը, երկրի զարգացումը եւ այլն, ի վիճակի չի այս իշխանությունը իրականացնել։ Մենք կորցնում ենք մեր տարածքները, ապօրինի բացատրություններով, գոյություն չունեցող Ալմաթայի հռչակագրով, անմիտ մեկնաբանություններով մեր երկիրը հանձնվում է թշնամուն եւ դա շարունակական բնույթ է կրում եւ կրելու, երբ որ հետեւում ենք Իլհամ Ալիևի հայտարարություններին։ Հիմա այս ամենը կանխելու համար գոյություն ունի ըստ մեր սահմանադրության նույն 3 հնարավորություն, այսինքն որպեսզի այս աղետը կանխվի, պետք է Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետ չլինի։ Եթե նրա փոխարեն վարչապետ է լինում մեկ այլ մարդ, բնականաբար նա ունենում է այլ պատկերացումներ, պետությունը կառավարվում է այլ մոտեցումներով։ Մարդուց շատ բան է կահանեց, չի էլի, որ մեկը ով է լինի, տենց ալնելու, ոչ տենց չի։ Մարդիկ են որոշում։ Կասենք, եթե հիմա ինձ լսում են կամ կլսեն մասնավոր ընկերությունների ղեկավարներ, ձեզ համար միևնույն է, թե ով կլինի ձեր ընկերության տնօրեն։ Ով էլ լինի, միևնույն է մրցակիցները ձեզ հաղթելու են, ով էլ լինի, միևնույն է հարկերը նույնն են, ով էլ լինի, միևնույն է սենցալ, միևնույն է վաճառքները սենց են, իհարկե ոչ։ Եթե ունենում եք լավ տնօրեն, ինքը ֆինանսական մենեջմենտ է իրականացնում, միջոցներ է տնօրինում, տնտեսում ընկերության, եթե լավ մենեջեր է, վաճառքներն է ավելացնում, գործընկերների հետ հարաբերությունները, եթե վատալնում ընկերությունը տանում է կործանման։ Հիմա մեր պետությունը ունի վատ ղեկավար։ Հետևաբար մեր ողբերգությունները նրա վատ կառավարման հետևանքներ են։ Եվ եթե նրան փոխարինում է ուրիշ մի ղեկավար, որ ունի այլ պատկերացումներ, բնականաբար նրա գործողությունները մեզ բերելու են ուրիշ արդյունքներ եւ տալու են այլ հնարավորություններ։ Սա պարզ տրամաբանական վիճակ է։ Հիմա ինչ է հնարավոր, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չլինի։ Եվ մենք կանխենք այս աղետալի ընթացքը։ Ըստ սահմանադրության կա 3 հնարավորություն։ Առաջինը նրա մահն է, որ նա մահանա։ Ու ցանկացած մարդ միևնույն է մահանալու է, հնարավոր է որ նաև վարչապետը մահանա այդ պաշտոնում, ասենք տարբեր են լինում մահվան, առողջական, ասենք ինքնաթիռի կործանում, նույնիսկ տենց էլ ա եղել պետությունների ղեկավարների պարագայում, ասենք հիմա ինքը գնում է Մոսկվա, մեկ էլ տեսար, ինչ ասես կարա լինի։ Հիմա բայց դա մեզնից կախված չի, որևէ մեկից կախված չի։ Չնայած ինքը ասում է, որ 9 դրվագ մենակ ես եմ արձանագրել, երբ որ ինքը ասում է ինձ տարեք հրապարակում գնդակահարեք, չգիտեմ, երբ որ ժողովուրդը որոշի ինձ կանգնացնեն պատի տակ, ես գնդակահարեն, ես հլու հնազանդ կգնամ կկանգնեմ գնդակահարության պատի տակ, եւ անցած տարել այս օրերին Պրահայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նման անմիտ, անօրինական, դաժան պատժից ձևերա սահմանը ինքն իր համար, բայց դրանք բացի դրանից օրինական չեն, ոչ մեկ հնարավոր չի դանի, դա աստծո կամքն է։ Երբ դա կլինի, չգիտենք։ Հետևաբար այս տարբերակը հիմա չենք քննարկում, թե ոնց անենք, որ նա չլինի։ Դա մեզնից կախված չի։ Երկրորդ տարբերակը, որ նա վարչապետ չլինի, դա իր գործողություններով է պայմանավորված, որ ինքը հրաժարական տա։ Հիմա այսօր էլ մամուլի ասուլիսի ժամանակ ես վաղը մանրամասն դրան կանդրադառնամ, ասում է թե ինչքան հրաժարական տամ է, ես արդեն 2 անգամ հրաժարական եմ տվել, խոցի ծաղր առնկա ամեն անգամ ես հրաժարական չեմ տալու։ Ուրեմն ասեմ ձեզ, որպեսզի բոլորս էլ նես չէ, որ իմ ասելուց պիտի իմանաք, մեր կյանքով պայմանավորված իրադարձություններ են։ Սուտ է ասում։ Նա Հայաստանի պատմության մեջ միակ ղեկավարն է, չեմ ասում է վարչապետն է, նախագահն է, չգիտեմ, նախարարն է,
միակ ղեկավար պաշտոնյանը, որ հրաժարական տալուց հետո մնացել է իր պաշտոնում։ Ինչ է նշանակում, որ ասում ենք հրաժարական տու, հիմա որ ասում ենք հրաժարական տու, ոչ եք ասում հրաժարական տու մնա վարչապետ։ Ցանկացած նորմալ մարդ դա հասկանում է, որ հրաժարական տալուց հետո ինքը այլևս պիտի որոշումներ չկայացնի, վարչապետի ֆունկցիաներ չիրականացնի։ Հիմա ինքը որ ասում է երկու անգամ հրաժարական եմ տվել, դա եղել է 1-2018 թվին, այսինքն մայիսի 8-ին, 6 տարի առաջ այսօրը ընտրվավ, որպեսզի լինի արտահայտ խորհրդարանական ընտրություն, կեղծ հրաժարական տվեց, մնաց վարչապետի պաշտոնում։ Նույնը արել է 2021 թվին։ Հիմա նույն մեխանիզմով, նույն սահմանադրությամբ 2018 թվին վարչապետ էր ընտրվել Սերժ Սարգսյանը։ Հետո որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, մնաց վարչապետ, մինչև նորի ընտրությունը, չմնաց, չէ՞։ Սա միակն է, բացի դրանից միակն է, որ մնացել է, ավելին։ Սա միակ մարդն է, որ իր տեխնացությունը հրաժարականից հետո առաջադրվել է նորից վարչապետի պաշտոնում եւ ազգային ժողովը իրան չի ընտրել վարչապետ։ Այսինքն եթե մեր խորհրդարանում, մեր երկրում ըստ սահմանադրության վարչապետ կարա լինի միայն նա, ում ազգային ժողովը ընտրում է, իր պարագայում վարչապետը մնացել նա, ում ազգային ժողովը չի ընտրել։ Սա բացառիկ դեպքեր է, եւ սա ինքը ուզում է ներկայացնի որպես իր հրաժարական։ Այսինքն նա ոչ մի անգամ հրաժարական չի տվել եւ չի տալու։ 2018 թվին այդ կեղծ հրաժարականը տվել շարունակեց մնալ, 2021-ին նույն արած եւ 2021 թվին նաեւ ունենալով հանցավոր պայմանավորվածություն Արմեն Սարգսյանի հետ, Գագիկ Ծառուկյանի հետ, Էդմոն Մանուկյանի հետ, նրանք այդ կեղծ process տարան պայմանավորվածություն ձեռք բերեցին, որ հրաժարականից հետո նրանք տեխնացու պիտի չառաջադրեն եւ այլ, սա ընտրվեց։ Եվ մնաց այդ պաշտոնում, այսինքն նա օրինական ընտրված մարդ չի։ 2021 թվին եթե նա վարչապետի պաշտոնը չզբաղեցներ, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իմ խորին համոզմամբ նույնիսկ 5%-ի շեմը չէր կարող հաղթահարել։ Այսինքն նա կարողացել է այդքան ձայն հավաքել, ոչ թե իր հեղինակության, ժողովրդի իր նկատմամբ ունեցած սիրով, ես հարգանք եսի մի պատերազմից հետո, այլ միայն իշխանության ղեկին լինելու փաստով պայմանավորված։ Եվ դրա հետ հիմա որ նոր ասում են արտահերտ ընտրություններ, չգիտեմ, եթե Նիկոլ Փաշինյանը մնաց վարչապետի պաշտոնում, այդ ընտրության անունը ուզում ես արտահերտ դիր, ուզում ես հերթական դիր, դա իշխանազավթում ալնելու։ Նրան այդ ձևով հնարավոր չի իշխանությունից հեռացնել, որովհետև դա ժողովրդավարական process-ով չի դա անում։ Հիմա Վանաձորում, որ իրանք ընտրություններում պարտվեցին, զիջեցին իրանց տեղը։ Բոլոր համայնքներում գրեթե պարտվել են։ Հաղթել են մենակ այն համայնքներում, որտեղ ուրիշ տեխնացու չի առաջադրվել։ Պարտվելուց հետո են սրանք մնում իշխանության, որովհետև սրանք զավթել են մեր իշխանությունը ժողովրդի։ Սա երկրորդ տարբերակն է, այսինքն հրաժարական, որը ինքը փաստացի չի տալու ինչի համար, որովհետև այդ մարդը արդեն ակնհայտ է, որ ինքը Ադրբեջանի շահերով առաջնորդվում։ Ալիևը թույլ չի տա, որ նա հրաժարական տա։ Էրդողանը թույլ չի տա, որ նա հրաժարական տա։ Որտեղ նա նրանց շահերը սպասարկում են, նրանց համար արդեն անհնար կլինի իրանց ցանկալի որոշումները Հայաստանում ստանալ, եթե վարչապետը Նիկոլ Փաշինյանը չի։ Հետևաբար այս հրաժարականի իրագործումը գործնականում համարեն փակված է թեման։ Եվ դառնում է երրորդը անվստահություն Հայաստանի վարչապետին, ինչը որ Հայաստանի խորհրդարանի ազգային ժողովի սահմանադրական պարտականությունն է։ Այդ հարաբերությունները կարգավորվում է սահմանադրության 115 հոդվածով, հենց տենց է կոչվում է վարչապետին անվստահություն հայտնելը։ Ինչ է ասում առաջին մասով։ Վարչապետին անվստահություն հայտնելու մասին ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի տեխնացու։ Վարչապետին անվստահության հայտնելու մասին որոշում ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան 48 եւ ոչ ուշ, քան 72 ժամ հետո։ Որոշումն ընդունվում է պատգամավորների թվի ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, անվանական քվեարկությամբ։
որոշման ընդունման դեպքում համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել, իսկ այդ դեպքում սահմանադրության 140 հոդվածի մասի դրույթները կիրառելի չեն։ Վարչապետին անվստահություն կարելի է հայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան 1 տարի հետո, եթե վարչապետին անվստահություն հայտնելու մասին ազգային ժողովի որոշման նախագիծը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան 6 ամիս հետո։ Արտակարգ դրության ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քվեարկվել։ Սա անվստահությանը վերաբերող հոդվածն էր։ Հիմա ինչ է սա նշանակում, որ տրամաբանությունը ինչու՞մ է, այս արդեն սկսեմ իրավական տերմիններից անցնել մեկնաբանության։ Ասում եմ, երբ որ ձևավորվում է կառավարություն, դա ընտրություններից հետո է լինում, 1 տարի այս կառավարությունը ունի աշխատելու լիարժեք հնարավորություն։ Կառավարության աշխատել նշանակում է իրագործել ազգային ժողովի կողմից հավանության արժանացած ծրագիր, կառավարության գործունեության ծրագիր։ Հիմա կառավարությունը ունի այդպիսի ծրագիր, 2021-26 թվականների ծրագիր։ Դա էլ ընդունվում է, մշակվում է, հիմք ընդունելով իշխանության եկած ուժերի նախընտրական ծրագրեր, այսինքն ինչ են խոստացել ժողովրդին, ինչի համար են ժողովրդից ստացել այդ իշխանությունը, ծրագիր պիտի ունենան դա իրագործելու համար։ Հիմա 2021 թվին քաղաքացիական պայմանագիրը լրիվ այլ խոստումներ է տվել մեր ժողովրդին, թե անվտանգության հարցերով, թե արտաքին քաղաքականության հարցերով, թե ներքին քաղաքականություն, լրիվ այլ խոստումներ է տվել։ Այդ խոստումների հիման վրա մշակվել է կառավարության 21-26 թվականների ծրագիրը եւ հիմա իրագործում է սկզբունքորեն այլ քաղաքականություն, ոչ թե տարբերվում է, շեղվում է դրանից, այլ հակադրվում է այդ ծրագրին։ Հիմա այդ 1 տարվա ժամկետը դրա համար է, որ ազգային ժողովը դիտարկի, արդյոք կառավարությունը ծրագրով է շարժվում է, թե չէ։ Եթե չէ, գործում է անվստահություն, ավելի շուտ չի կարանի, որպեսզի ուսումնասիրի, տեսնի ծրագիր իրականացնում է, թե չէ, մի տարի հետո արդեն կարող է դա իրականացնել։ Այդ մի տարին անցել է 2022 թվականի օգոստոսի 2-ին։ Այսինքն 2022 թվականի օգոստոսի 2-ից սկսած արդեն կարող էր կառավարությունը ազգային ժողովը անվստահություն հայտնել։ Բայց չի արել, այսինքն սրա համար 3 պայման է պետք։ Մի հատ հիմնավորում, թե ինչի է այդ որոշման նախագիծը դնում շրջանառության, դա հիմա ակնհայտ է։ Վարչապետի թեկնածու, որ դրա պարտադիր պայմանն է սահմանադրության, եւ երրորդը, որպեսզի լինեն բավարար թվով պատգամավորներ, այսինքն կեսից ավելին 107 պատգամավոր են, կեսը կազմում է 53.5, այսինքն 54 պատգամավոր առնվազն պետքա կողմ քվեարկի այս նախագծին։ Հիմա ինչու՞մ է խնդիր։ Հիմա կգանք արդեն խնդիրներին, էլի, որ ենթադրվում է, որ քանի որ ընդդիմությունը 54 չի, 35 է, ուրեմն երբ է դնեն այդ նախագիծը չի ընդունվի։ Բայց դա սխալ տրամաբանություն է, որովհետև եթե տենց լիներ, սահմանադրությունը չի նախատեսի անվստահության ինստիտուտը։ Պարզ է, չէ, որ վարչապետ ով կարա լինի ընդհանրապես, ով որ մեծամասնության ներկայացուցիչն է։ Բայց եթե մեծամասնության ներկայացուցիչն է, այդ տրամաբանության, որ առաջնորդվենք, մեծամասնությունը երբեք նրան անվստահություն չի հայտնի։ Այդ դեպքում հարց առաջանում, բայց ինստիտուտը ինչի համար անվստահություն հայտնելու, որ այս մեծամասնության ներկայացուցիչները դա անեն։ Իսկ մեծամասնության ներկայացուցիչները երբ պիտի անեն, երբ որ վարչապետը չի կատարում կառավարության ծրագիրը, այսինքն իրենց մեծամասնության ժողովրդին տված խոստումները եւ խորհրդանի ցանկացած պատգամավոր ոչ թե խմբակցությունով, այլ անհատապես վերցրած այդ որոշումը կարող են կայացնել։ Պարզ տրամաբանական բաներ է։ Հիմա նայեք, ասեցի, որ 2022 թվականի օգոստոսի 2-ից հնարավոր էր դա իրականացնել։ Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ 2022 թվականի օգոստոսի 23-ին, երբ որ ես որպես քաղաքացի հանրահավաք է հրավիրել Հանրապետության հրապարակում, անկախության հռչակագրի ընդունման օրը, ինքս բարձրաձայնեցի, հայտարարեցի անհրաժեշտությունը, որպեսզի խորհրդարանը սկսի վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, մատնանշելով այն վտանգները,
որոնք կարող են առաջանալ այդ գործընթացը չիրականացնելու պարագայում։ Հիմա ես կթվարկեմ իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել 2022 թվականի օգոստոսի 23-ից հետո։ Այսինքն, եթե խորհրդարանը, ազգային ժողովը օգոստոսի 24-ից սկսեր անվստահության գործընթաց եւ միգուցե դա բերեր հաջողության, ապա չէր լինի այն, ինչը ես հիմա կթվարկեմ ամսաթվերով։ 2022 թվականի օգոստոսի 31 այդ հանրահավաքից 7 օր հետո Եռակողմ հանդիպում է տեղ ունեցել Նիկոլ Փաշինյան, Իլհամ Ալիև եւ Շարլ Միշել Բրյուսելում։ Այդ հանդիպումից 13 օր հետո 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը սանձազերծել է լայնածավալ հարձակում Հայաստանի դեմ, հրետակոծելով բնակավայրեր, գյուղեր, քաղաքներ, այդ թվում Ջերմուկ քաղաքը եւ ունենալով հսկայական առաջխաղացում Հայաստանի տարածքում, պատճառելով հարյուրավոր մարդկային զոհեր, որոնց վերջնական ոչ թիվը, ոչ անունները սրանք հստակ մինչ օրս հանրությանը չեն ներկայացել, ավելին դեռևս կան զինծառայողների մարմիններ, որոնք մնացել են մարտի դաշտերում թշնամու կողմից վերահսկվող տարածքներում։ Այս պատերազմից հետո սեպտեմբերյան 2 օրվա սեպտեմբերի 15-ին ազգային ժողովի մուտքի մոտ հավաքվեց հսկայական մարդկային հոծ բազմություն իրենց ընդվզումը արտահայտելու, բայց էլի այդ օրը, չնայած մեր բազմաթիվ հորդորներին, ազգային ժողովի ոչ մի պատգամավոր այդպես էլ վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնություն չցուցաբերեց, որ գոնե այդ օրը նրան անվստահություն հայտնեին, դա էլ չարեցին։ Ինչ եղավ դրանից հետո, հոկտեմբերի 6-ին 2022 թվականի Պրահայում Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևի, Շարլ Միշելի եւ Էմանուել Մակրոնի հետ ստորագրեցին հայտնի կապիտուլյացիոն վերջնական հայտարարությունը, որով պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի ղեկավարը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Դա եղել է այդ իրադարձություններից պատերազմից հետո։ Նորից խորհրդարանը նրան անվստահություն չի հայտնում։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Շուշիի մատույցներում բնությանը անհայտ կենդանատեսակներ, որոնք կոչվում են ադրբեջանցի բնապահպաններ, փակում են Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհը։ Այդ ընթացքում Բերձորի միջանցքը, Լաչինի միջանցքը, որը նոյեմբերի 9-ով երաշխավորված միակ ճանապարհն էր, հանձնվում է Ադրբեջանին։ Շուշիից փակում են ճանապարհը, հետո Արցախը հայտնվում է շրջափակման մեջ, աստիճանաբար մեծանում են հումանիտար խնդիրները եւ 2023 թվականի ապրիլի 23-ին Հակարի կամրջի մոտ տեղակայվում է Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պաշտոնական հսկիչ անցակետ։ Հայաստանում նորից անվստահություն չեն հայտնում Նիկոլ Փաշինյանին, խորհրդարանը մնում է անհաղորդ։ Դրան ինչ է հաջորդում Արցախի տոտալ շրջափակում եւ սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ագրեսիա Արցախի նկատմամբ, որին հաջորդում է Արցախի ամբողջական հայաթափումը սեպտեմբերի վերջինը։ Դրանից հետո 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը մեկնում է Իսպանիայի Գրանադա քաղաք, որտեղ արդեն առանց Ալիևի ստորագրում են մեկ այլ հայտարարություն։ Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ վարչապետ, որովհետև ոչ ոք նրան անվստահություն չի հայտնում Հայաստանի խորհրդարանում ու գալի հասնում է մինչև 2024 թվական ապրիլի 19-ը, երբ որ արտգործնախարարությունը հրապարակեց Մեհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆայևի արձանագրությունը հանդիպման, որով վերաբերում էր Տավուշի մարզից հսկայական տարածքներ առանց որևէ իրավական հիմքի Ադրբեջանին հանձնելուն։ Եվ հիմա այդ գործընթացը շարունակվում է ու կրկին Հայաստանի վարչապետին խորհրդարանը անվստահություն չի հայտնում։ Հիմա պատկերացրեք, թե ինչ կարար չլիներ, եթե խորհրդարանը 2022 թվականի օգոստոսի 23-ից հետո կամ
Պարտադիր չի, որ դա հենց այդ օրը լինել է։ Օգոստոսի 2-ից հետո, այսինքն այս գաղափարի հեղինակը անվստահություն հայտնելու ես չեմ։ Սրա հեղինակային իրավունքները ինձ չի պատկանում։ Այս մասին խոսելը իմ մտքի արգասիքը չի։ Սա Հայաստանի Հանրապետության սահմանադրության նորմա, սահմանադրության իրավակարգավորում եւ սահմանադրության հնարավորություն։ Եվ այս մասին նույնիսկ խոսելա դիմադրության շարժման հանրահավաքների ժամանակ դիմադրության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը 2022 թվականի օգոստոսի 12-ին, թե 14-ին։ Այսինքն գիտեն դրա մասին, ես չեմ հեղինակե, բայց չեն արել։ Հիմա եթե դա արած լինեին օգոստոսի 12-ից եւ ակնկալեին հանրության աջակցությունը, եթե դրա կարիքը լիներ, որովհետեւ կարող է նաեւ խորհրդանը process-ը սկսի եւ այդ կարիքն էլ չունեն աջակցության։ Բայց պետք է սկսել, հիմնավորել, դասել, անել։ Եթե դա արվեր, ապա կարելի է կանխել այս ամեն ինչը։ Եթե չի արվել, նշանակում է յուրաքանչյուր պաշտոնյա, այդ թվում պատգամավոր, քաղաքական պատասխանատվություն է կրում իր եւ արածի եւ չարածի համար։ Իսկ սրա քաղաքական պատասխանատվությունը չափազանց մեծ է եւ սա վերաբերում է բոլոր պատգամավորներին, առանց բացառության, որովհետեւ երբ որ սահմանադրությունն ասում է պատգամավորների 1/3-ը կարա նախաձեռնի, դա արդեն պաշտոնական մասին է վերաբերում, բայց նախաձեռնությունը գործընթացը կարա սկսի անգամ մեկ պատգամավոր, մինչև մյուսները կմիանան նրան, մյուսներն էլ ոչ միայն նրանք, ովքեր ընդդիմադիր խմբակցությունում են, ստետես բան գրած չի, որ միայն ընդդիմադիր խմբակցությունները, դրանք կարան միանան նաև իշխանության խմբակցության պատգամավորներ։ Հիմա ասում ենք, դե իրանք չեն անի, իրանք սենց, ինչի իրանք են որոշում։ Այո, իրանք որոշում են իրանք, բայց եթե իրենք իրենց քաղաքական պատասխանը, եթե ժողովուրդը պահանջում է իրենց տված խոստումները կատարելու, իրանք պարտավոր են ժողովրդի պահանջներով առաջնորդվել։ Ինչի մասին հեսա կհասնենք մայիսին, վաղը չեմ իսօրվան։ Հիմա, եթե հիմա չսկսվի այս գործընթացը, ինչա մեզ սպասվում։ Ես թվարկեցի, թե ինչա եղել, երբ որ մինչև հիմա չեն արել։ Հիմա եթե այսօրվանից սկսեն այդ անվստահության գործընթացը, ինչա մեզ սպասվում։ Տավուշի այդ հատվածները 100% տանում են արդեն, այստեղ արդեն մենք չնայած այս շարժման այս արշավին, այնտեղ process-ը ամեն օր աշխատում են, այսօր էլ է կառավարությունը հայտարարություն տարածել, որ եւս արդեն 40 հենասյուն տեղադրել են, որտեղ ինչ հող ուզում են, ինչ տարածք ուզում են, վերցնում են, դա կշարունակվելու է, մինչև գնա այս պահին հասնի Գեղարքունիքի մարզ, որովհետև Սևանա լճից այսօր ադրբեջանցիներին բաժանում է ընդամենը մի 5 կիլոմետր օդային տարածք։ Եվ ինչքան իրանք մոտենան, ինչքան այնտեղ բարձունքներ ունենան, այնքան հետագայում լիճ իջնելը իրանց համար դառնում է ժամանակի թեթև մարտական գործողության խնդիր։ Սա է մեզ սպասվում, եթե դա չլինի։ Այնուհետև դրան հաջորդելու է անկլավների հարցը, 3-ը Տավուշի մարզում եւ 1-ը Տիգրանաշենում, որով կտրվում է Հայաստանը, ինքն է դառնում անկլավ, կտրվում է կապը Վրաստանի հետ, կտրվում է կապը Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ամբողջ Արարատի մարզի մի մասը, լեռնային հատվածը, Վայոց ձորի մարզը, Սյունիքի մարզը ամբողջությամբ հայտնվում է շրջափակման մեջ ճիշտ նույն ձևով ոնց որ 22 թվականի դեկտեմբերից շրջափակման մեջ էր հայտնվել Արցախը իր հումանիտար քաղաքական հետևանքներով եւ հետագայում ռազմական գործողությունով Ադրբեջանը նաեւ դա կվերցնի։ Այնուհետեւ Ադրբեջանի առաջխաղացում Սևանի ուղղությամբ նոր սահմանադրության ընդունման պահանջ, որով պիտի հրաժարվի Հայաստան անկախության հռչակագրից, այսինքն հրաժարվի այս պետության գոյությունից ընդհանրապես։ Եվ երասխից գրող Երևանի ուղղությամբ տանկային գրող վերջնական կապիտուլյացիա պարտադրելու նպատակով։ Սա էլ մեզ սպասվում է, եթե հիմա չսկսվի վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Ուրեմն ինչա ցանկանում Նիկոլ Փաշինյանը, իմ կարծիքով, իմ գնահատումներով։ Նա ուզում է գնա ընտրության։ Այսօր էլ է, չէ, բանում ասում, ընտրությունով է որոշում իշխանում։ Միթոմ ինքը ընտրություններով է ընտրվել։ Ինչի է պետք իրան ընտրությունը։
Նախ առաջին հերթին, որպեսզի դնի սահմանադրական հանրաքվե, այսինքն հրաժարվի անկախության հռչակագրից եւ ընդունվի նոր սահմանադրություն։ Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքով, ի տարբերություն ազգային ժողովի ընտրությունների, պահանջվում է, որ մասնակցությունը ընտրողների լինի ընտրողների ցուցակային թվից 50%-ից ոչ պակաս։ Հայաստանում վերջին տարիներին նկատվում է աննախադեպ ցածր մասնակցություն ընտրություններին։ Նույնիսկ ազգային ժողովի ընտրություններին մասնակցել էր 50%-ից պակաս։ Եթե հանրաքվե լինի, ավելի քիչ կլինի։ Դրա համար որպեսզի նա միայն հանրաքվե չանի, չի կարալու անցկացնի, դրա համար նա հանրաքվե կդնի ընտրությունների հետ միասին։ Սա է պատճառը, որ հիմա ստեղծվում են նոր կուսակցություններ 2021 թվին Հայաստանում մասնակցել է խորհրդարանական ընտրություններին աննախադեպ թվող կուսակցություններ, քաղաքական ուժեր 25, բայց դրանցից ընդամենը 2%-ին է հաջողվել հաղթահարել նվազագույն շեմը 5%-ի կամ դաշինքի համար 7%-ի հետ շեմը։ Ինչքան շատ են կուսակցություններ, այնքան ձայները փոշի անում է եւ ոչ մեկ չի անցնում պարլամենտ։ Այսինքն ոչ թե ոչ մեկ չի անցնում, իրանք անցնելու են։ Այն մյուսների չալցած ձայներն էլ գալի միանում է իրանց ձայներին, անցնողների։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը իր դեմ փաստացի քվեարկած քաղաքացիների ձայները դառնում է իր օգտին քվեարկած ձայն, հասկանում եք։ Եվ եթե այն ժամանակ 25-ներ եղել, այս ընթացքում էլ 5 նոր կուսակցություն է ստեղծվել։ Հիմա պատկերացրեք այն նախորդ 25-ը մասնակցի, պլյուս մի 5-ն էլ հիմա մասնակցե, այդ արդեն գնաց 30 քաղաքական ուժ։ Ձայները փոշիանալու է, ինքը 10% ձայն էլ հավաքի, մեծամասնություն կլինի խորհրդանում։ Բայց 30 քաղաքական ուժ իրան ինչի է պետք, որ նրանցով գնա ընտրության, որովհետև ամեն մի կուսակցություն ցուցակ ունի, ցուցակում падգամավորի տեխնացուներ, նրանք բարեկամներ, հարազատներ, ջանքեր են գործադրելու, մարդ տանեն ընտրության, որ մթոմ իրենց ընտրեն։ Ամեն մեկը 1%, 2%, 3%, մեկը 4%, մեկը 10% ձայն ստանալու համար մարդ է տանելու քվեարկության, մարդը որ տարավ ընտրության, այդ մարդու ձեռքին ակամայից հայտնվելու է նաև հանրաքվեի քվեաթերթիկը։ Այսինքն ապահովելու է հանրաքվեի մասին օրենքով պահանջվող նվազագույն 50% մասնակցությունը։ Իսկ հանրաքվեի ժամանակ այդ մարդիկ արդեն ում քվեարկեն, դա կապ չունի, դա կեղծվելու է իօքուտ Ալիևի իօքուտ սահմանադրության ընդունումը։ Այսինքն ինքը դրա շնորհիվ է ձայների փոշիացման շնորհիվ մի դեպքում կունենա մեծամասնություն, նորից կզավթի իշխանությունը, մնալով իշխանության ղեկին, մյուս կողմից էլ հնարավորություն կունենա անցկացնելու սահմանադրական հանրաքվեն, ընդունի նոր սահմանադրություն առանց հռչակագրի, այսինքն վերացնի Հայաստանի Հանրապետությունը։ Հիմա բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր դեռևս միամտորեն մտածում են, որ պիտի գնան ընտրություններին ձայն հավաքեն եւ այլն, նրանք պիտի մի բանի մասին իմանան եւ մենք իրանց մասին պիտի իմանանք, որ իրենք մասնակցելու են Հայաստանի կործաման գործընթացին։ Ուստի դրան չպետք է գնալ։ Ընտրության պետք է գնալ միայն այն դեպքում, երբ որ Նիկոլ Փաշինյանը նստած է Երևան կենտրոն քերակատարողական հիմնարկում, այսինքն ձեռփակալված է եւ կրում է իր արժանի պատիժը։ Նրա հետ ընտրության գնալը անլուրջ է եւ վտանգավոր։ Անվստահության գործընթացի քաղաքական հիմքերը։ Ասեցի, գլխավորը դա նախընտրական խոստումները չկատարելն է, կառավարության գործունեության ծրագրից շեղվելն է։ Դա կարող է նաև կառավարության կողմից ազգային ժողովին ներկայացվող տարեկան հաղորդումներով, արդյոք կատարում են իրենց ծրագիրը թե չէ։ Վերջերս տեղի ունեցավ այդ քննարկումը, նա եկել էր ազգային ժողով, փոխարեն ասել թե կառավարության ծրագրից ինչն է իրագործել, ինչը չէ, եկավ դասախոսություն կարդաց падգամավորների համար, թե ինչ բան է իրական Հայաստան, ինչ բան է պատմական Հայաստան, որ պետք է պատմական Հայաստանից դուրս գալ, ապրել իրական Հայաստանում, որ այդպես ապուշությունները դուրս տվեց, падգամավորներն էլ լսեցին ու անգամ այդ ժամանակ ոչ ոք չնախաձեռնեց անվստահություն հայտնելու գործընթաց։ Դրա հիմքը կարա լինի բյուջեի նախագիծը, երբ որ բյուջեի նախագիծը ներկայացում ազգային ժողով, կարա
ազգային ժողովը սկսի անվստահության գործընթաց իր դժգոհությունը հայտնելով այդ նախագծից։ Բյուջեի կատարման տարեկան հաշվետվություն։ Ներկայացումը ազգային ժողովը դժգոհություն ունի, կարա սկսի անվստահության գործընթաց։ Եվ ցանկացած իրադարձություն, այսինքն երկրի կյանքում ցանկացած իրադարձություն, այսինքն օրինակ Տավուշի հատվածում սահմանազատման գործընթաց։ Դա լիուլի օրինական, իրավական, տրամաբանական, քաղաքական հիմքա վարչապետին անվստահություն հայտնելու համար։ Հիմա ինչ ասում իրավական մասով։ Ասում է նախաձեռնությունը պաշտոնապես պետք է վերաբերի 1/3-ին падգամավորների, հիմա 207-ի 1/3-ը դա 35.6, 36 падգամավոր պետք է նախաձեռնի։ Այս պահին ազգային ժողովի ընդդիմադիր երկու խմբակցությունների падգամավորների քանակը 35 է, որովհետև են Իշխան Զաքարյան կոչվածը, որը պատիվ ունեմով ընտրվել է падգամավոր, ապօրինաբար խախտելով սահմանադրությունը խմբակցությունից դուրս եկել ու շարունակել է մնալ падգամավոր։ Սահմանադրությունը նման ռեժիմ չի նախատեսում։ Այնուամենայնիվ, եթե նա էլ միանա, որպես համենայն դեպս հաշվի առնելով որ պատիվ ունեմով ընտրվե, երկու ընդդիմադիր խմբակցությունները նվազագույն քանակը ունեն անվստահության գործընթացը սկսելու համար։ Բայց սա վերաբերվում է պաշտոնական process-ին, այսինքն երբ որ հավաքածը ստորագրությունները հանձնում ես ազգային ժողովի նախագահին, եթե հանձնում ես, որպեսզի նա դնի քվեարկության, պետք է 36 ստորագրություն։ Հիմա մեր ընդդիմադիրներն ինչ են ասում։ Ասում են, որ 36-ով մենք հիմա կարանք դնենք։ Սկսեցինք։ Մեկը քպեն չի քվեարկի։ Իմաստը որն է, կդնենք 72 ժամը կանցնի, չենք անցկացնի 6 ամիս այդ հնարավորությունից կզրկվենք։ Սրանք բոլորը անմիտ դատողություններ են, որովհետև նախ այդ 6 ամիսը սկսում է, երբ որ քվեարկվում է, 72 ժամը սկսում է, երբ որ ստորագրությունները տալիս ես։ Դու հիմար չես վերցնես տանես ստորագրությունները 10 ազգային ժողովի նախագահին, եթե գիտես դա չի անցնելու։ Այդ հարցը, որ մենք բարձրացնում ենք, ხო չենք բարձրացնում չլինելու համար, բարձրացնում ենք լինելու համար, այսինքն գործընթացի տերը ինքն է կառավարում։ Եթե մեզ պետք է 54 ձայն, 55 ձայն, ով ասում, որ դու 35 ստորագրությունը պիտի տանես 10 ազգային ժողովի նախագահին։ 60 ստորագրություն մինչև չլինի դրած, մի տու ազգային ժողովի նախագահին։ Ընթացքում պիտի մեկը քվեարկության համար պետք է չէ ձայները, այսինքն այդ քպայականները, որ պիտի միանան նախաձեռնությանը, պարտադիր չի, որ նրանք քվեարկությունով միանան միայն։ Իրանք կարան նաև նախաձեռնությանը միանան ստորագրելու միջոցով։ Հələ մի հատ բերեք մեկը գոնե սկսեք այդ գործընթացը։ Տեսնենք ինչ է ստացվում։ Գնացեք քպեից մյուս падգամավորներից էլ իրենց ձայնը ստորագրությունը ուզեք, եթե չստացվի, նոր դիմեք ժողովրդին եւ ասեք, որ սիրելի ժողովուրդ, եկեք մեզ օգնեք, մենք չենք կարող սրանց համոզենք։ Մենք էլ բոլորով գանք լսվենք ազգային ժողովի մոտ, օգնենք ձեզ, բայց դուք պիտի գործը անեք, որ մենք ձեզ օգնենք։ Հիմա տեսեք ինչ վտանգավոր հայտարարություն ա եղել այս ընթացքում, որը այս քաղաքական process-ի գեներացող զարգացող process-ների մեջ վտանգավոր է շատ։ Այդ հայտարարությունը արել է ազգային ժողովի падգամավոր Հայաստան խմբակցության անդամ, Հայ-Հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, կատարելով գրառում, տալով այսպես կոչված հարցադրումներ անելով ու դրա պատասխանները տալով։ Որտեղ անդիմություն, ինչի չի աջակցում Տավուշյան շարժման, այդ ինձ հիմա այս բանը չի հետաքրում, որտեղ ըստեղ էլ ասում, որ շատ падգամավորներ իհարկե մասնակցում են հենց Քայլարշավին առաջորդանից, չասենք Գառնիկը Դանելյան, ազնիվ, նորմալ մարդ, այս պայքարի առաջամարտիկներից մեկն է։ Ուրեմն, ինչու չեն ստանձնում քաղաքական առարկա, ես գալիս եմ միայն բանին։ Հիմա գանք ամենագլխավորը։ Ինչու հենց հիմա չի նախաձեռնում իմպիչմենտի գործընթաց։ Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է լինել ազգային ժողովի իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը, այսինքն ընդունումը, որ դա կարա լինի, սակայն ժամանակից շուտ այդ գործընթացի նախաձեռնումը եւ այն երաշխավորված տապալման տանելը մենք անթույլատրելի ենք համարում, մենք էլ։ Մենք կգնանք այդ գործընթացին, երբ փողոցում լինի անհրաժեշտ եւ բավարար ուժ ժողովրդի կամքը պարտադրելու համար։
ուստի առաջիկայում բոլորիս քայլերը պետք է ուղղված լինեն այդ ուժի կուտակման։ Այսինքն ինչ ասում, որ մենք խորհրդանում ենք, մենք ընդեղ ենք, ցանկացած պահի ես տենց եմ հասկանում։ Այև որ դուք ամբողջ ժողովուրդով, մենք էլ ձեզ կօգնենք ինչքան կարանք հետո։ Կգաք կուտակվի ժողովուրդը անհրաժեշտ քանակ փողոցում, նոր այդ ժամանակ մենք այդ գործընթացը կսկսենք։ Չկա այստեղ հիմնավորում։ Չկա այստեղ հիմնավորում։ Հիմնավորումը հակառակ տրամաբանությամբ է, որ պետք է լինի գործընթաց, որի համար պետք է լինի հանրային աջակցություն։ Այսինքն իրանք չպիտի նստեն եւ սպասեն, թե երբ ժողովրդի քանա, որովհետեւ այստեղ չի ասվում։ Իսկ ո՞րն է այդ անհրաժեշտ ուժը հասարակական ճնշման։ Քանի մարդն է դա։ Օրինակ 10,000 մարդը բավարար է։ Կասեն չէ, իսկ ինչի՞ չէ։ Բայց դե ասում ես չէ, ուրեմն պիտի ասես քանի հազար մարդն է բավարար։ 100,000-ը բավարար է, կարող ասես չէ, 100,000-ն էլ բավարար չի։ Որովհետեւ 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ազգային ժողովի Բաքվում կար այնքան մարդ, որ դիմադրության շարժման ոչ մի հանրավակի չէր եղել, բայց չսկսվեց այդ գործընթացը։ Բան չի չսկսվեց։ Որովհետև այս գործընթացը ունի մեկ այլ պայման՝ վարչապետի թեկնածու։ Այստեղ ոչ մեկ չի խոսում դրա մասին։ Եվ դա ոչ թե իմ ցանկությունն է կամ լավ կլինի քաղաքականապես, դա հիմնավոր կլինի առաջնորդ մարդիկ հասկանան, թե ով է առաջնորդը։ Այդ պահանջը, սահմանադրական պահանջ։ Այն որ առաջնորդով քաղաքական process ունենալը դա տրամաբանական է, երևում է այս օրերին, երբ որ մենք բոլորս մեր աչքով տեսնում ենք, թե ով է այս շարժման առաջնորդը, Բագրատ Սրբազանը, որին մենք բոլորս անվերապահ մեր աջակցությունը ցուցաբերում ենք, նաև շատ քաղաքական ուժեր գործիչներ, որովհետև գիտենք ում ենք վստահում։ Գիտենք ում ենք ընդունում մեր առաջնորդ, գիտենք ով է որոշումներ կայացնելու, գիտենք ում շուրջ ենք համախմբվում։ Այո, դա կարևոր է քաղաքականապես, բայց դա պարտադիր է անվստահության գործընթաց խորհրդանում սկսելու համար։ Իսկ մեր խորհրդանի գործընկերները, падգամավորները, չգիտես ինչի, այս կարևոր հարցը թողնում են առեղծվածային տիրույթ։ Չկա այդ թեկնածուն։ Ոչ մեկի անուն չեն ուզում տան։ Ասում են, որ այդ մեկի անունը տան, բոլորը կհարցակվեն նրա վրա, կսկսեն քննադատել, ծվատել։ Հետո հենա հարցակվել են Բագրատ Սրբազանի վրա։ Ստացվում է, իհարկե չի ստացվում։ Ինչքան հիմարություններ ուզում են, դե դուրս տան։ Եթե մարդը ազնիվ, մաքուր, իր կերպարը, իր գործունեությունը, հեղինակությունը, ինչքան էլ ուզում ես ասա, որ նա երկու տղան բանակ չի ծառայել, այդ մարդը տղա չունի, կուսակրոն քահանա է, կուսակրոն հոգևորական է։ Ինչքան էլ ուզում ես հիմարություններ դուրս տու, ինչքան էլ ուզում ես նրան քննադատի։ Տեղ չի հասնելու, չէ՞։ Հակառակը, օր-օրի աճում է նրա հեղինակությունը։ Այսինքն այդ առաջադրված տեխնացուի ոչ միայն կարելի է քննադատել, պարսավել, այլ հակառակը նաև ինչ ենք մենք տեսնում։ Համընդհանուր նվիրում, աջակցություն սատարում, բա հենց այդ է։ Եվ չի կարելի այդ process-ից հրաժարվել, նորից եմ ասում, դա սահմանադրության պահանջ է։ Իսկ որ ասում եք ժողովուրդը եթե հավաքվի փողոցի աջակցությունը լինի, մենք կսկսենք այդ գործընթացը։ Շատ լավ։ Ո՞վ է լինելու ձեր վարչապետի տեխնացուն։ Կասեք մեզ ով է լինելու։ Դե անակնկալներ եք նախապատրաստել։ Տենց են բարվում հասարակությանը, տենց պիտի քաղաքական վստահություն ունենաս, իհարկե ոչ։ Եվ հիմա ինչի եմ այս հարցը ես հատկապես այսօր էլ դրել, իհարկե նախապես էի պլանավորել, բայց զուգադիպել այս ամեն ինչի հետ։ Որովհետև մայիսի 9-ին ես վստահ եմ, ես տեսնում եմ, ես զգում եմ, ես նես չի, որ տենց հատուկ բոլորս ենք զգում, որ այն ինչ որ հիմա կատարվում է, այն երթը, որը հիմա հասել է Կոտայքի մարզ, եւ վաղը չեմիսոր լինելու է Երևանում, սա սովորական չի, սա տարբերվող է։ Ես վստահ եմ, որ մայիսի 9-ին Երևանի փողոցներում լինելու է այնքան մարդ, որ երբևէ չի եղել։ Բոլորն են լինելու փողոցում մայիսի 9-ին։ Հիմա հարց. պատրաստվում է արդյոք մեր ընդդիմությունը խորհրդանի մայիսի 9-ին հայտարարել, թե մայիսի 10-ին սկսում են այդ գործընթացը, թե ոչ, եւ պաշտոնական բնույթ հաղորդելու են դրան։ Եթե դա չեղավ, շատ վտանգավոր զարգացումներ կարող է լինել։ Չի կարա նորից
այս շարժումը վերածվի Ֆրանսիայի հրապարակի, որ մենք ընդամենը լսենք ելույթներ, միտինգներ եւ այլն։ Մեկ օր շուտ պետք է այս գործընթացը ունենա քաղաքական տրամաբանություն։ Եթե մայիսի 9-ին այս գործընթացը ստանում է քաղաքական որակ, ապա մայիսի 10-ին փողոցում լինելու է իմ խորին համոզմամբ 2 անգամ, 3 անգամ, 10 անգամ ավելի շատ մարդ, քան լինելու է մայիսի 9-ին։ Որոշակիացումը այս խնդրի այս գործընթացի բազմապատկելու է մարդկանց ներկայությունը, որովհետև մարդիկ զգալու են, որ իրենց ներկայությունն է պետք այս որոշումը ստանալու համար։ Եվ սա միակ օրինական լուծումն է, սա Նիկոլ Փաշինյանից կախված չի։ Ինք ուզում է հրաժարական տա, ուզում է չտա, եթե խորհրդանը ԿՊ-ից ընդամենը 20 պատգամավոր, 20 հասկանում եք, 20 պատգամավորը պետք որ կողմ քվեարկի, 71-ից այդ 20-ին, իսկ իրանք իրան շեն ճանաչում։ Ու վերջը տանը նստած, իր աշխատասենյակում, իր բունկեր, դե պարզ է, չէ՞ որ ինքը մայիսին փախնելու է ինչ-որ մի բունկեր մտնի։ Ընդեղից նստած այսպես ինտերնետով նայելու է, տեսնի թե ինքը ոնց վարչապետ չի։ Վերջ, իսկ եթե ինքը վարչապետ չի, ինքը չի կարա հեռախոսը վերցնի Զանգի Վահե Ղազարյանին։ Նա ասի չի պատասխանի այդ հեռախոսազանգին։ Նա չի կարա զանգի զինված ուժերի շտաբի պետին, չի կարա զանգի ԱԱՑ տնօրենին, նրա զանգերին այլևս ոչ ոք չի պատասխանի, նա վարչապետ չի։ Այս հնարավորությունը այսօր ստեղծված է, եւ այս շարժման արդյունքը իմ խորին համոզմամբ պետք է դա լինի, եւ դա հնարավոր է որ լինի։ Մենք այսօր ունենք պատմական շանս եւ հնարավորություն այս օրերին, նրա վարչապետ ընտրվելու օրերին ազատվել այդ չարիքից օրինական սահմանադրական քաղաքական ճանապարհով։ Այս օրերին շատ են խոսում, որ պետք է պատգամավորները մանդատները վայր դնեն եւ այլն։ Ես այդ գաղափարը անկեղծ ասած չեմ պաշտպանում, որովհետեւ նախ պարզ չի թե ինչ իրավական հետևանքներ դա կլինեն։ Մեր սահմանադրությունը եւ օրենսդրությունը չի նախատեսել այդ դեպքը, չի դրա իրավական հանգուցալուծումը չի դրել։ Դե ինչ կլինի մանդատները վայր դնելուց հետո։ Պարզ է, չէ՞, այնտեղ այո, տարբերակներ կան, որ ասում է սահմանադրությամբ ասում է ազգային ժողովը կազմված է 101 պատգամավորից։ Եվ եթե հիմա բոլոր պատգամավորները ընդդիմադիր մանդատները վայր դնեն, այդ ցուցակի հաջորդ համարներն էլ մանդատներ չվերցնեն, նրանք էլ հրաժարվեն, խորհրդարանը կազմված կլինի 71 պատգամավորից կամ 72-ից, եթե Իշխան Զաքարյանը մնա։ Այսինքն թիվը պակաս կլինի սահմանադրությամբ նախատեսված թվից։ Հետևաբար կարելի ասել, դե ուրեմն խորհրդարան չկա, ուրեմն պետք է ինչ լինի, չգիտեմ, մեկը կասի դե գիտես ինչ, ընտրվելու պահին եղել է, հետո որ պատգամավորը հրաժարականա տվել, մեր մեղքը որն է։ Ինչ մեկնաբանություն ասես կարան տան, եւ դրա իրավական հանգուցալուծումը մեր սահմանադրությունը, ընտրական օրենսդրությունը չի նախատեսում։ Եվ կառաջանա մեկնաբանությունների մի շղթա, բայց իրավական լուծումներ չի լինի։ Եթե լինի, պիտի ինչ լինի, արտահերթ ընտրություն։ Եթե արտահերթ ընտրությունը Նիկոլը իշխանության ղեկին նստած, պարզ ինչ ալնելու, 21 թվի արդյունքներն ալնելու։ Նա մնալու է, նա իր ուզած դա որ ընտրությունը լինի։ Դրա համար հիմա պետք է ոչ թե մտածել պատգամավորներից ակնկալել, որ իրանք մանդատները վայր դնեն, այլ մանդատները պահելով իրենց ֆունկցիաները կատարեն եւ նաեւ իրենց ժողովրդին տված խոստումը կատարեն, որովհետեւ մենք քիչ առաջ ինչ ասում ենք, ԿՊ-ն իր խոստումները չի կատարել, այլ բան են խոստացել ժողովրդին, այլ բան են անում։ Հայաստան դաշինքը, պատիվ ունեմ դաշինք, իր խոստումներն է կատարում։ Իրանք մեր իրանց ընտրողներին, բացի Նիկոլ Փաշինյան իշխանությունից հեռացնելու, ուրիշ ինչ խոստում են տվել։ Եթե նույնիսկ տվել են նախընտրական ծրագրերում գրած է, իրանց ընտրողներից ոչ մեկին դա չի հետաքրել։ Մեզ բոլորիս իրանց օգտին քվեարկած յուրաքանչյուր մարդու իրանցից միայն մի ակնկալիք է եղել։ Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից։ Եթե իրանք դա չեն անում, իրանց ոչ մեկի ոչ ելույթն է մեզ հետաքրքիր, ինձ մասնավորապես ոչ ելույթներն են հետաքրքիր, ոչ հարցերն են հետաքրքիր, ոչ գործուղումներն են հետաքրքիր, ոչ չգիտեմ տեղեկանքներն են։ Այդ իրավապաշտպան գործունեությունը, որը շատ լավ անում են, շնորհակալ ենք, որպես տանում են ոստիկանության բաժիններ, մեր հետևից գալիս են պատգամավորները։ Դա իրավապաշտպան գործունեություն է։ Բադ բան չի որ անում են, բայց իրենցից մեր ակնկալիքը դա չի։ Ակնկալիքը Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելն է։ Ու դրա մեխանիզմը սահմանադրությամբ նախատեսած է, անվստահություն հայտնել է։ Եվ հիմա ինչա պետք իրականացվի։ Ես ինչ եմ ակնկալում։
Ես չեմ ուզում հիմա առանձին գրել եմ մոտս էլի։ Իրար մեղադրում են, ով բերեց Նիկոլին, հələ մի հատ բերեք քննարկենք տենանք, ով բերեց Նիկոլին, ես ինչը բեր։ Այամար սաղը դե բերել եք, ով չի ձեզնից այդ բերողների մեջ եղել։ Որը դերակատարում չի ունեցել։ Բոլոր խմբակցություններից 2018 թվականի քվեարկել է Նիկոլ Փաշինյանը։ Հանրապետական կուսակցության խմբակցությունից չեն քվեարկել մայիսի 8-ին նրա օգտին 11 падգամավոր։ ԲՀԿ-ն ամբողջությամբ չի քվեարկել։ Դաշնակցությունը չի քվեարկել, մենակ Ահավան Վարդանյանը չի քվեարկել, կուսակցությունից էլ հեռացել են։ Լուսավոր Հայաստանը չի քվեարկել, այդ երկդաշինքը չի քվեարկել, բոլորն էլ քվեարկել են։ Խորհրդանից դուրս ուժերից։ Հələ մի հատ նայեք տեսեք, որ մեկը այն ժամանակ աջակցություն չի։ Այդ հարցերը հիմա ոչ մեկին հետաքրքիր չեն։ Այս մարդը խաբել է, այո, բոլորին է խաբել է։ Շատերը ոչ միայն քվեարկել են, այլև նրա հետ կոալիցիա են կազմել։ Կառավարություն են կազմել նրա հետ, պաշտոններ են զբաղեցրել նրա գլխավորած կառավարությունում։ Բայց դրանք անցած էտապը արդեն։ Բերեք մտածենք այս մարդու, այս չարիքին մենք մեզնից, մեր հանրային կյանքից ոնց ենք հեռացնում։ Ու դրա միակ մի ձև կա։ Դա անվստահության գործընթացն է։ Հիմա եթե վարչապետի տեխնացուի հարցում կոնսենսուս չունեք, այս պահին, այո, ասում ենք, միշտ էլ ասել ենք, որ падգամավորների իրավունքն առաջադրել վարչապետի տեխնացու։ Բայց այդ իրավունքը, եթե իրանք մինչև հիմա չեն իրականացրել, իրանք իրավունք ունեն, չէ, որոշեն ով է իրանք վարչապետի տեխնացու։ Սահմանադրությունը հուշում է, ընտրական օրենսգիրքը ասում է, ցանկացած դաշինքի առաջի համարի տեխնացուն վարչապետի տեխնացու է։ Այսինքն Հայաստան դաշինքի համար պիտի խնդիր չլինի, թե ով է իրանք վարչապետի տեխնացուն։ Որտեղ ընտրական օրենսգիրքը գրել է, որ դա Ռոբերտ Քոչարյանն է, որտեղ Հայաստան դաշինքի առաջի համար եղել է Ռոբերտ Քոչարյանը։ Պատիվ ունեմ դաշինքի համար, պիտի խնդիր չլներ, թե ով է իրանք վարչապետի տեխնացուն։ Որտեղ ըստ ընտրական օրենսգրքի դա պիտի լիներ Արթուր Վանեցյանը, ինքն է դրա առաջնորդ։ Հիմա ինքը դուրս է եկել այդ դաշինքից եւ այլից, Քոչարյանը մանդատը չի վերցրել։ Հետո որևէ մեկը այդ Հայաստան դաշինքից չեն սկսել գործընթաց իրենց տեխնացուն առաջար։ Եթե դա չեն արել, չունեն, մտածում են, որ իրանք տեխնացուն էս պահին չգիտեմ ինչ են, թող իրանք ասեն ինչ են մտածում։ Ինձ մի բան է հետաքրքրում, փաստը, որ իրանք դա չեն արել։ Եթե դա չեն արել, նշանակում է իրանք այդ իրավունքը իրանք այսօր պիտի զիջեն այն մարդուն, ով որ առաջնորդում է փաստացի համաժողովրդական որակ ստացած շարժմանը։ Այսինքն Բագրատ Սրբազանը պիտի որոշի, թե ով է լինելու Հայաստանի վարչապետի տեխնացուն այս անվստահության գործընթացը սկսելու համար։ Եվ իրանք առանց քննարկելու աներկբա ում անունը տվեց նրա տեխնացությունը պիտի առաջադրեն։ Ու ժողովուրդն մայիսի 9-ին հրապարակում հավաքված պիտի տուն չգնա, մենակ կանգնի պաշտպանի այդ տեխնացուին, որովհետև կարևոր է տեխնացուի ընտրվելը չի։ Այդ տեխնացուն կարող ընտրվելուց մի ամիս հետո հրաժարական տա։ Բայց այդ ժամանակ էլ Նիկոլ չի լինի։ Լրիվ ուրիշ պրոցեսներ կլինեն։ Նորից կարան գնան ընտրության, ով որ մեծամասնություն քաղաքի նայել կընտրվի։ Բայց այս պրոցեսը հիմա մեզ համար կենսական է։ Եվ այդ առաջնորդման իրավունքը այսօր պիտի ցանկացած մեկը զիջի այս համաժողովրդական առաջնորդին։ Պետք է ընդունել մեկի առաջնորդությունը։ Ուստեղ բոլորի կոմպլեքսները պետք է գնան երրորդ պլան։ Այդ մասին ես խոսեմ վաղը համաժողովրդական շարժման մեր միանալու ընդհանուր նպատակների, ծրագրերի եւ խնդիրների մասին։ Բայց մի բան պարզ է, որ այս շարժումը կունենա հաջողություն միայն ու միայն մեկ դեպքում, երբ որ խորհրդարանը այս օրերին նախապատրաստվի անվստահության գործընթաց սկսելուն։ Այսինքն եթե հիմա մեկը ջուր է հասցնում Բագրատ Սրբազանի, մեկը ուտելիք շարժման մասնակիցների, մեկը մտածում է ինչ դրոշ բերի, մեկը ինչ հագնի, քաղաքական իշխանությունը խորհրդարանում պետք է ունենա մեկ քննարկման հարց։ Դե ոնց են մայիսի 10-ի առավոտյան սկսում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Եվ ես վստահ եմ, որ մենք շատ ենք մոտեցել այդ հնարավորությանը, եւ այդ հնարավորությունը բաց թողնելը կլինի պարզապես թշնամական վերաբերմունք Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի հանդեպ։ Շնորհակալություն ուշադրության համար։